որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար հետ։ Բան չէ, բացարձակ։ Պարոն Սիմոնյան, հանրությանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանումը գործադիրում հատկապես, որտեղ մինչև 9 միլիոնի է հասել վարչապետի պարագայում 11 միլիոնի ու աղքատության այս պարագայում այս փողերի շռայլ բաշխումը սեփական թիմակիցների միջև որքանով է ընդունելի ու ազնիվ։ Ուրեմն դրան նախ վարչապետը պատասխանել է իր երեկվա ասուլիսում, ես ուղղակի կավելացնեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր որ դա իրականացնեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արեստավարժ, չեն կարող գալ ստեղ եւ դառնալ կոռուպցիայի ինչ-որ մի մասնիկ, որովհետեւ իրանց չի բավարարել եւ չի բավարարում այն աշխատավարձը, որը որ տրվում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ, իհարկե դա միգուցե էմպաթիա չի առաջացնում, որովհետեւ պաշտոնյան 20-30 տարվա մեջ ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե դու ուզում ես ինքնաթիռը A կետից B կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արեստավարժ, լավ վճարվող եւ նորմալ որովհետեւ անձնավորություն արեստավարժ օդաչուներն են խնդիր առաջացնում։ Իհարկե բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մարդկանց, ովքեր որ սեփական հացի խնդիր ունեն եւ վարկերի մեջ են եւ մեծ խնդիրներ ունեն եւ իրանց գալիս են ինչ-որ տեղից փող են առաջարկում, այս ինչ բան անելու համար, բերենք տնենք բարձրաստիճան պաշտոնյա։ Ցեի հանդեպ հակում ունեցող այնուամենայնիվ դա կանի կապ չունի իրան 9 միլիոն կտան թե չէ։ Բոլոր երկրներում է, բայց նորից եմ ասում, չի դուք լրագրողները միջև այս վերջերս ձեր մեջ լրագրողներ կան, որոնք շատ ավելի շատ գումար են ստանում, քան հասարակ ազգային ժողովի պատգամավորը։ Դա նորմալ է, երեխեք։ Այո, կա, չէ։ Դուք բոլորի աշխատավարձը գիտեք Կարինեն օրինակ ինչքան։ Նա օրինակ եմ ասում Կարինեն ջան, այդ կապված չի։ Կամ Ղոգրզան։ Ուզեմ Բայց դուք գիտեք, պարոն։ Ինչը։ Լրագրողներից ով որքան աշխատավարձ։ Այո, որտեղ ես լրատվական կայք եմ ղեկավար, երբ որ ձեզ պետք է ալնում, ասում եք Ալեն Սիմոնյան, ինչքան լրատվական կայք կա ինձ եք վերագրում։ Ես արդեն քանի տարի լրացնում եմ, նոր վերադառնանք հա թեմային։ Չի կարող մարդը, որ անընդհատ էկրանների առաջ է եւ ով պատահի, ով որոշում է, որ ինքը պետքա քաղաքականությամբ այդ մի քանի ժամ զբաղվի, վերջի բառերը ասի, մարդը, որ պետքա Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի միջազգային կառույցներ, ասենք մարզիկների վրա օրինակ բերեմ, ասենք եկեք մարզիկներին գումար չտանք, մարզիկները չկարողանան հագնվեն, չկարողանան պարապեն, չկարողանան գնան, հետո ասենք բախի չենք մենք մեդալներ շահում եւ այլ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը այո կա, աղքատության դեմ պայքարը մղվում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք ազգային ժողովի պատգամավորից ավելի շատ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում կան զինվորականներ, որոնք Հայաստանի Հանրապետության պատգամավորից շատ են ստանում։ Տեսեք, ես բերեցի պատգամավորական դաշտ, բայց նորից եմ ասում, ասենք բանկերի խորհրդի նախագահները Հայաստանի Հանրապետության նախագահից, վարչապետից, ազգային ժողովի նախագահից մի քանի անգամ շատ են ստանում։ Հիմա դուք ուզում եք, որ լինեն մարդիկ, ովքեր որ այնքան գիտելիք ու այնքան երանտ ու այնքան աշխատանք դնեն, որպեսզի այդ աղքատությունը գնալով կչանա, թե ուզում եք, որ բոլորը, թե այսինչ մարդիկ մի փոճուր զանգված կամ մի ինչ-որ զանգված աղքատ է, մնացածն էլ պետք է աղքատ լինեն, հա, այդ տրամաբանությամբ 5 տարի աշխատել են։ Այլուր Նարեկ Կարապետյան, երեք ասում էր, եթե իրենք իշխանության, Նարեկը Կարապետյան ասում էր, եթե մենք իշխանության լինենք, մեր վարչապետը 1 դրամ է ստանալու։ Ես ուրախ եմ Նարեկի համար, չգիտեմ ինքը ով, անկեղծ ասած, թող ինքը շարժման համակարգով։ Հա, լավ, շատ լավ է, բա ինչի միջև էս իրանք այդքան չէին ստանում։ Բա այն փողերը որ Հա, հասկացա։ Իսկ իր բանը, իր հայրիկը, երբ որ աշխատակազմի ղեկավարն էր Սերժ Սարգսյանի մի դրամ էր ստանում, զուտ հետաքրքիր է, կհարցնեք իրան, քանի դրամ է ստացել, լինելով բավականին հարուստ ընտանիքի ներկայացուցիչ, քանի դրամ է ստացել իր հայրիկը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել, չէ՞, թե չեմ սխալվում։ Քանի դրամ է ստացել։ Դե հարցրեք, մի հատ թող պատասխանեն։ Ասում ընտրություններից 6 ամիս առաջ այս պարգևատրումները, այսպես ընտրակաշառքի թիմին կողքը պահելու, օրինակ կարող եք մյուս անցած տարի էլ անեք, ինչու հենց ընտրությունների նախաշեմին այսպիսի որոշում, պիլոտային ծրագիր, ըստ տեղեկությունների մեծ մասամբ պետական համակարգում յուրայիններին պարգևատրելու։ Ձեր հարցի պատասխանը թաքնված է այն քանակի մեջ,
թե ինչ թվով մարդիկ են դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար։ Թիվը գրեթե 400, այսինքն դա ցույցիչ է, որ մարդիկ առանց որևիցե պարգևավճարի, առանց որևիցե ինչ-որ ձեր ասած խրախուսման, հա, ճակերտավոր շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության գալիք ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու եւ դրա համար որևիցե մեկին պարգևավճար տալ եւ դրանով խորախուսել կարիք չկա եւ ել չեմ ասում, որ դուք տեղյակ չեք, որ ժամանակին, երբ որ նախորդ իշխանության ժամանակ շատ ու շատ падգամավորներ ծրարով փող են ստացել իրենց այսպես ասած կուսակցության ղեկավարներից, դուք դրանից տեղյակ չեք։ Հիմա էլ է սա, օրինական Հիմա Հայաստանի անեկդոտի նման ասма թղթատարություն է մի քիչ ավելի։ Չէ, Կարինե ջան, տենց չի, ֆիքսեք, որ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը այսքան է, նախարարի աշխատավարձը այսքան է, թե ինքը կստանա դա 3 ամիսը 1, կտոր, դրամ առ դրամ, թիվը էդ է։ Այսինքն ինքը ստանալու է մոտավորապես 1 միլիոն դրամին հասնող, միջինը 1 միլիոն դրամին հասնող աշխատավարձ։ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը ֆիքսեք ձեր համար մոտավորապես, հա, 1 միլիոն դրամ է։ Թե ինքը 500,000 դրամը ամեն ամիս կստանա, այդ մնացած 500,000 դրամները կհավաքվի եւ տարվա վերջում իրան դա կփոխանցվի, 3 ամիս հետո կփոխանցվի, դա արդեն թղթաբանության խնդիր է, հա, ֆիքսեք ձեր համար, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Սիմոնյան, դուք նոր խոսեցիք Կարեն Կարապետյանից, հա, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, որ զբաղեցրել է բական բան վերջացրեք էլի։ Մարդկա այնքան մարդկանց բական բան վերջացրեք էլի։ Մարդկա այնքան շատ է օգնում եւ դրա մասին որևիցե մեկը այնքան շատ է օգնում եւ դրա մասին որևիցե մեկը ոչ մի բան չի իմանում։ Դեպ դուք էլ, եթե չեմ սխալվում, իմ մասին մի խոսեցեք, կարևոր չի ես ինչ եմ անում կամ ոնց եմ արի, ես դրանով ինձ գողազդելու կամ ոնց եմ արի, ես դրանով ինձ գողազդելու որևիցե տրամադրություն չունեմ։ Այսինքն ինչ որ մարդիկ ինչ որ բարարարություն են անում եւ դրա համար հարկային արտոնություններ են ստացել եւ իրենց բիզնեսները զարգացրել են եւ միլիոնավոր դոլարների աշխատավարձ են բանեն եկամուտ են ստացել իրանց այդ մի 500-600 հազար դրամ 1 միլիոն դրամ աշխատավարձը տարվա մեջ մի անգամ տվել են մի մանկատանը մի րոպե ես որևիցե ձևով չեմ մեկնաբանելու ես ֆոնդ ունեմ տարեկան եւ այդ տարեկան ֆոնդը ես միջև վերջ գրեթե սպառում եմ եւ 100 տարբեր վիրահատությունների, չգիտեմ, ամեն ինչի գումար տվեմ, բայց դուք դրա մասին ոչ մի բան չեք իմացել եւ դրա մասին ես չեմ հրապարակում։ Նույնիսկ Աստվածաշնչի մեջ տենց բան կա, որ բերում է մեկը շատ իր մի հարուստ բերում է մի քանի կոպեկա տալիս եւ մի աղքատ մարդ բերում է իր ամեն ինչ ունի տալիս է։ Այդ թարգեք վերջացրեք այդ բանը, դրա վրա խաղալը ես բարեգործություն արեցի եւ բարեգործները իսկական բարեգործները չեն աղաղակում, որ իրանք բարեգործ են։ Դա աղաղակելու համար չի։ Այն մարդը, որ աղաղակում է, որ ինքը բարեգործություն է անում, ամենավատ բանն է անում։ Պարոն Սիմոնյան, Իրանից հայտարարություններ են հնչում, անհանգստություններ, ասում են իրենց տպավորությամբ